Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս անցկացված շքեղ հարսանեկան արարողության քննարկումները սոցցանցերից տեղափոխվել է կառավարություն։ Գործադիր մարմնի ղեկավարն անդրադառնում է մեծ աղմուկ բարձրացրած այս թեմային, Փաշինյանը զարմացած է։ Այն ինչ որ մեզ համար կոթող է, այն ինչ որ մեզ համար տաճար է, դեմը պետք է գրենք տաճար, ինչի դեմը գրած չի տաճար, պետք է գրված չլինի տաճար։ Այն որ տարիներով մարզահամերգային համալիրը քանդվում էր բառեզգումն իմաստով, քանդվում, քայքայվում էր, եւ մենք այսքան միլիարդներ ենք դնում, հələ չենք կարող կանգնացնենք քայքայման process-ը։ Բա պետք է տնտեսվարությամբ զբաղվի, բա ասենք մարզահամերգային համալիրում ինչ պետք է տեղի ունենա։ Ընդհակառակը պետք է քաջալերել այսօրինակ մոտեցումներն, ասում է վարչապետը։ Հարյուրավոր ընտանիքներ գնում են Դուբայում հարսանիք են անում, հետ են գալիս։ Իսկ որ ստեղ կարա բանի սննդի համակարգը աշխատի, կարան երաժիշտները հավելյալ գումար ստանան։ Վերջը ենթակա դիզայներները հավելյալ գումար ստանան, չգիտեմ, բանի ծառայություններ մատուցողները հավելյալ գումար ստանան, հավելյալ հարկ վճարեն եւ հավելյալ ծախսեր անելու հնարավորություն ունենան։ Չեկեք ձեր չտանք, չմոտենաք համալիրին։ Մեր եկեղեցիների նկատմամբ էլ են կանտարբեր, վրդովում է վարչապետ Փաշինյանը։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մենք էլ գնում ես տենում ես, ասենք ինչ որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, ենթադրենք բան արմատուրայի բան հին ժանգոտ կտորներ, ասենք մտնում ես մարդը ինչի համար է եկեղեցի մտնում է որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ՞։ Ինչքան կարելի է այսքան կեղծ լինել, հարգելի ներկաներ, ինչքան կարելի է ինչքան կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լնել։ Նիկոլ Փաշինյանը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին հորդորեց եկեղեցիների համար չափորոշիչներ սահմանել։ Կառավարությունում այս քննարկումը ծավալվեց, քանի որ պետբյուջեի հոսքերն ավելացնելու համար տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը նոր նախագիծ ներկայացրեց, ըստ որի պետական նշանակության անշարժ գույքն այլևս տրամադրվելու է վարձակալությամբ։ Առաջարկում ենք օրենսդրական նոր կարգավորում, ըստ որի պետական մարմիններին պետական ոչ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անշարժ գույքը տրամադրվելու է վարձակալությամբ կառավարության սահմանած կարգով։ Վարձակալությունից ստացված վճարները ուղղվելու են պետական բյուջե։ Փաշինյանը դիմում է նախարար Խուդատյանին։ Հիմա ստացվում է կառավարության շենքն ենք վարձով տալու։ Հիմա ենթադրում եմ կառավարության շենքն ենք վարձակալում։ Այո, բոլոր գույքերը կարևոր են գծել, որ առաջարկող մոդելով պետական մարմինների ու կազմակերպությունների համար հավելյալ ֆինանսական ծախսեր չեն առաջանում եւ վարձավճարները ֆինանսավորվելու են պետական բյուջեի կողմից։ Նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկեց լրացուցիչ քննարկման առարկա դարձնել նաեւ 1352 դպրոցի մշակույթի սպորտի հաստատությունների ճակատագիրը։ Ստացվում է, որ մենք այս բոլոր շենքերի համար պետք է վարձակալություն վճարենք եւ երկրորդը սա նաեւ սկզբունքորեն հաշվի առնելով կրթության իրավունքի ապահովման եւ պետության այլ պարտավորությունները որոշակի նաեւ կոնցեպտուալ հարցադրումներ է առաջացնում։ Վարչապետը հակադարձում է։ Ինչ է փոխում դա դպրոցի աշակերտների, ուսուցիչների, ծնողների, համայնքի, շահառուների, հասարակական կազմակերպման 3 միլիոն դրամը մենք տալիս ենք այդ 3 միլիոն դրամը, ինչ խնդիր է առաջացնում։ Պարոն վարչապետ, այստեղ նախ եւ առաջ մենք ունենք հասկանալու, որ մենք դպրոցի շենքը վարձակալությամբ ենք տրամադրում դպրոցի համար, արդյոք այդ տրամաբանության մեջ տեղավորվում է կրթության իրավունքի ապահովման մեր մոտեցումը, թե ոչ։ Շատ լավ, դրա համար պետք է հասկանանք ինչով է նսեմացնում կրթության իրավունքի իրացումը։ Խոսքը նսեմացման մասին չի, բնականաբար, բայց այստեղ կարծում եմ բոլորը խոսում են արդյունավետությունից, պիտի նախ եւ առաջ նաեւ հասկանանք արդյունավետությունը։ Իմ տպավորությամբ մենք վարչարարություն ենք գեներացնելու լրացուցիչ, մենք այսօր արդեն ունենք խնդիր, որ
վարձակալության գործող կարգով դպրոցները օրինակ չեն կարողանում սննդի կազմակերպումը իրականացնել եւ ուսումնական հաստատությունների արդյունավետության նաեւ այդ տեսանկյունից խնդիր ենք ունենում։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն էլ երեխաների պաշտպանությանն ուղղված նոր նախագիծ է մշակել, զեկուցում է նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նախագծերով վերահաստատվում եւ ամրապնդում է պետության դերը որպես երկրում երեխայի իրավունքների ապահովման հիմնական պատասխանատու, ինչը կիրականացվի համայնքների պատվիրակված լիազորության վերահսկողության միջոցով։ Ուժեղացվել է համայնքներում երեխայի պաշտպանության իրականացման հիմքերը համայնքում վարձատրվող մասնագիտական գործառույթի եւ մոնիթորինգի ու վերահսկողության համակարգի ներդրման միջոցով։ Սա հնարավորություն կտա մասնագիտորեն իրականացնել ոչ միայն բացահայտումն ու արձագանքումը երեխայի պաշտպանության դեպքերին, այլ նաև դրա կանխարգելումը։ Փաթեթով սահմանվել է բուլինգ հասկացությունը եւ ամրագրվել, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները ձեռնարկելու են արձագանքող եւ կանխարգելիչ միջոցառումներ երևույթի բացահայտման համար։ Փոփոխություններ են իրականացրել խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի տարիքային պահանջներում, այժմ 55 է, դարձնում ենք 65, սահմանվել է ալիմենտի վճարման անկանխիկ ձևով ընդունման կարգավորումը, երեխայի մասնակցությունը որդեգրման դատավարությանը չի հանդիսանալու պարտադիր պայման, հստակեցվել են երեխայի կարծիքը ներկայացնելու գրավոր, բանավոր կամ տեսաձայնագրությամբ ձևաչափերը նրա մասնակցությամբ ցանկացած գործողության դեպքում։ Փաշինյանն արձագանքում է. Երեխան ծնողի սեփականությունը չէ, սա շատ կարևոր արձանագրում է։ Եվ սրա մասին պետք է ասել, որ երեխան ծնողի սեփականությունը չէ։ Եվ դա առանձնահատուկ հարաբերություններ են, եւ այդ առանձնահատուկ հարաբերությունների մեջ կան բազմաթիվ առանձնահատկություններ, իհարկե, եւ երեխայի իրավունքները այդ առանձնահատկություններից մեկն են։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։